Բարի իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք դդմիկով աղցան։ Տեսնում եք ամբողջ բանջարեղենները, դդմիկ, վարունգ, կարմիր պղպեղ, գազար, սխտոր եւ մաղադանոց։ Դե ինձ սիրելիներս սկսեցինք։ Սկզբի համար վերցնում ենք դդմիկը, այսպես։ Հիմա ես երկրորդն էլ սիրելիներս և ինչ ենք անում, այսպես մոտիկ բերեմ, որպեսզի ավելի այսպես երկրորդն էլ նույն ձևի, շատ համեղ է լինում սիրելիներս, դուք է պատրաստեք և կտեսնեք, շատ լավն է լինում, սա մի քիչ մեծ էր, ինչքան փոքրիկ լինի դդմիկները, այս միջուկի մասը, այսպես հանում ենք, և նորից, այսպես Սա մեր դդմիկը, հիմա պղպեղն ենք կտրում, այսպես մաքրում ենք, հիմա այսպես առայժմ կարմիր պղպեղ աստեղ ենք լցնում, հիմա կասեմ այդ ընթացքում մինչև բոլոր բանջարեղենները ես կմանրացնեմ, կտրտեմ, ինչ ենք անում, մի փոքր, այսպես կիտրոնի աղ, և այսպես երկու կտալ կացավ, այսպես թողնելու ենք, և նաև մի փոքր աղ, հիմա այսպես կթողնենք, սիրելիներս խառնենք, այսպես քացախի լիմոնի աղի մեջ կմնա, մինչև բոլոր բանջարեղենները ես կմանրացնեմ, նոր կխառնեմ իրար, հիմա կարմիր պղպեղը նորից այսպես հիմա մանրացրեցինք, վերջացրինք կարմիր պղպեղը, ինչ ենք անում, գազարը, այսպես շատ արագ, շատ համեղ աղցան է լինում սիրելիներս, դուք է պատրաստեք, համտեսեք և կհամոզվեք, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին սիրելիներս,
նորից։ Ինչ ենք անում։ Այ այսպես լավ խառնում ենք։ Այսպես քացախի մեջ։ Հիմա սա սենց թող մայնատացվի մինչև մնացածը կանենք։ Նորից բանուկը այ այսպես նորից նույն ձևի այ այսպես վարունգի միջուկը չենք անելու միայն կողքերը այ այսպես վարունգնել ենք նորից նայեք ինչքան գույներով լավն են սիրելիներս բոլորը այսպես քացախի մեջ հիմա սխտոր երկու ատամիկ սխտորը լրիվ բավական է սիրելիներս եմ ասում և շատ հեշտ է պատրաստվում և շատ համեղ է հիմա բոլորը այ այսպես կարմիր պղպեղը սիրելիներս ավելացնում ենք վերջում կարմիր պղպեղներ ենք այ այսպես լցնում նորից լավ խառնում ենք եթե կծու սիրում եք կարող եք կծու ծիծակել ավելացնել ես հիմա մի փոքր կծու ծիծակել եմ ավելացնելու դա ըստ ցանկությամբ կծու տողներ եթե կծու եք նախընտրում կարող եք կծու ծիծակ գցել նայեք այսպես մի քիչ էլ այսքանը բավական է և նորից լավ խառնում ենք ընդհանուրին աղ և սև պղպեղ ենք անել նայեք սև պղպեղ նորից լավ խառնում ենք սիրելիներս պղպեղը տնենք տեսկում և ավելացնել ենք ձիթայուղ մեկ
2 3 բավական է 3-ը հիմա նորից լավ խառնում ենք Եվ ավելացնում ենք մաղադանոսը։ Կանաչին ամբողջությամբ կկտրեմ, մանրացնեմ և լցնենք աղցանի վրա։ Իսկ դուք սիրելիներս չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, էլ եմ ասում շատ համեղ է, շատ հեշտ է, գարնանային այդ ամբողջ բանջարեղեններով լի համեղ աղցան։ Պատրաստեք, համտեսեք և կտեսնեք, որ շատ լավն է լինում։ Լցնեմ։ Մի մասն է լցնեմ։ Հիմա ամբողջը լավ խառնելուց հետո, նորից եմ ասում, դնելու ենք սառնարան, մի 20 րոպե կմնա, ամբողջ համերը իրար կխառնվեն սիրելիներս և արդեն պատրաստ կլինի մատուցել։ Կլցնենք մատուցամանի մեջ և կմատուցենք։ Նայեք ինչքան գեղեցիկ, ինչքան լավն է, դրա համար եմ ասում սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Դուք էլ պատրաստեք, համտեսեք և կհամոզվեք։ Այ այսպես բերանը կփակեմ և կուղարկեմ սառնարան։ Սիրելիներս անցավ մեր 20 րոպեն, տեսեք ինչքան լավն է։ Հիմա լցնելու եմ այսպես մատուցամանի մեջ, տեսեք իրա սոկը ոնց է դուրս գցել։ Դե սիրելիներս, ահա նայեք, արդեն ամբողջությամբ պատրաստ է մեր դդմիկով բանջարեղենով աղցանը, նայեք ինչքան լավն է եղել, ինչքան գեղեցիկ է, դրա համար եմ ասում, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, դուք էլ համտեսեք և կհամոզվեք սիրելիներս։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին։ Այսօր այսքանը սիրելիներս, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Վերջ, նայեք։